Սիրելի հայրենակիցներ, բոլորիցս շնորհակալ ենք։ Շնորհակալ ենք, որ այսօր եկել եք կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիմաց, որպեսզի պաշտպանենք Հայաստանի քաղաքացու քմեր, որպեսզի պաշտպանենք մեր երկրում ժողովրդավարությունը։ Ես այստեղ տեսա նաև մարդիկ, որոնք թեկնածու չեն եղել, նախընտրելի թեկնածու չեն ունեցել, բայց այսօր հատուկ եկել են, որ ոչ ասել Նիկոլի քվեագողությանը, ոչ ասել են բոլոր կեղծիքների առիթից օգտվելով։ Դիմում եմ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների, դիմում եմ բոլոր իրավապահների, են բոլոր զինվորականների, աստող 9 տարվա ընթացքում ցանկացած հարցում Նիկոլը որևէ հանցանք կատարելուց միշտ փորձել է հանցակիցներ գտնի, հանցակիցներ դարձնի հազարավորների, որ վաղը դատվելուց մենակ չդատվի։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դառնում է Նիկոլի հանցակից, բոլորս զայրացած էինք, բոլորս գժված էինք, թե 2 օր առաջ Նիկոլի պատվերով կենտրոնական ընտրական հանձնաժողովը գաղտագողի գիշերով ոնց փորձեց պայքարի ցանի բարգավաճ Հայաստան կուսակցությանը, գիշերով իբր թե նոր են անդրադարձել, սուտ ասում Վահագն Ակիմյան, ամսի 8-ին լուսաբացի 3:30 այդ բողոքը, որ ուրբաթ օրը քննում էին, արդեն կենտրոնականում էր, բա մի շաբաթ ինչի ձեն չէին անում, թե երբ որ Նիկոլը գժվեց, տեսնելով որ բարգավաճ Հայաստանն անցնում է խորհրդարան, տվեց իր նախկին լրագրողին, ծեծ կերած լրագրողին հանձնարարություն։ Այսօր Նիկոլը մեղսակից է դարձնում, այստեղից ասում եմ, ռազմական ոստիկանության, զինկոմիսարիատներ, ձեզ ընտրություններից հետո մի քանի հազար մարդու Հայաստանից ելքի արգելք կա, չեն թողնում մեր քաղաքացիները, որպեսզի կարողանան դուրս գալ Հայաստանից, որովհետև իրանց համար 25-օրյա վարժականամակը, բանակում ծառայելը, էդի համարում են պատիժ։ Մեր նախընտրական շտաբը այս օրերին ակտիվ ուսումնասիրության մեջ է։ Նախնական շուրջ 200 տեղամասի արդյունքները, ստորագրությունները համադրելով արդեն կան փաստական տվյալներ, որ սուտ է ասում իշխանությունը, սուտ է ասում կենտրոնական ընտրական հանձնաժողովը, թե գաղտնի ցուցակով այսքան թվով զինվորական է քվեարկել։ Ոչ, արդեն կան փաստեր, որ զինվորականներին վերապահված քվեարկությանը մի քանի հազար ավել մասնակցություն է եղել։ Այս կենտրոնական ընտրական հանձնաժողովի այսօրվա նիստով 26 թվականի ընտրությունների խայտառակությունը, դրա քննությունը չի վերջանալու։ Մի օր այն բոլոր պատիժները, բոլոր մեղադրանքները, որ այս տարիներին հավաքվել է Նիկոլի դեմ, ավելանալու է նաև 26 թվի ընտրությունները, որը միայն քարոզարշավով չէ, ամիսներ շարունակ այս իշխանությունը պետական բյուջեի հաշվին կաշառք բաժանել, շուրջ 650,000, 10,000 դրամով թոշակառուների, էլեկտրամոբիլների վարորդների, բիզնեսմենների շարունակում է կաշառք բաժանել։ Համատարած ամենամեծ կաշառքը, որ երբևէ տեսել է Հայաստանի ընտրական կյանքը, եղել է այս իշխանությունը, եղել է Նիկոլ Փաշինյանը։ Դեռ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ունի ժամանակ մտածելու, չի անդուրժելու մեր ժողովուրդը քողացած քվեով, որպեսզի անարդար օրենսդիր իշխանություն ձևավորվի։ Եվ այն բոլոր պահանջները, որ ներկայացնում են այսօր,
տարբեր ընդդիմադիր կուսակցությունների իրավաբաններ կենտրոնական ընտրական հանձնաժողովում պետք է ընդունվեն կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից։ Պետք է ընդունվեն, որովհետև դա ժողովրդի քվեն է, ժողովրդի կամքն է, ժողովրդի ասածն է, եւ ցանկացած մեկը ճշտմվելու է դուրս գալով ժողովրդի դեմ։